Բարև ձեզ։ Արդեն տևական ժամանակ, հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, այն բանից հետո, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, մենք այստեղ անընդհատ եւ շարունակաբար խոսում ենք այն մասին, որ խաղաղությունը հաստատված է եւ որ այն պետք է վերջնականացնել կամ ինչպես իշխանությունն է ասում, ինստիտուցիոնալացնել։ Բայց այս հարցում կա շատ կարևոր մեկ բաց մնացած հարց, խոսքը Բաքվում պահվող հայերի ճակատագրի մասին է։ Եվ մինչ մենք այստեղ խոսում ենք այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների, Բաքվում պահվող հայերի վերադարձի հնարավորությունների եւ հավանականության մասին, այնտեղ հնչում են վճիռներ, ծանր վճիռներ։ Դրանցից մեկը կամ վերջինը Ռուբեն Վարդանյանի վճիռն էր ազատազրկում 20 տարի ժամկետով։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչու արդյունք չեն տալիս այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Զորօրինակ, Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակով ջանքեր է ներդրում, որոնք մնում են անարդյունք։ Հիշում եք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ անդրադարձավ այս հարցին, վարչապետի հետ հանդիպմանը տեսանյութ տարածեց, որտեղ խոսում էր այն մասին, որ դիմելու է Ադրբեջանի նախագահին այս հարցով։ Կամ բոլորովին վերջերս Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ Երևանում նա հայտարարեց, որ այս հարցը բարձրացնելու է Բաքվում, բայց այդպես էլ այդ հարցը չլուծվեց, փոխարենը մենք լսում ենք Ադրբեջանի նախագահի կոշտ հայտարարությունները։ Սա Միացյալ Նահանգների մասով, հաջորդը Ռուսաստանի պատասխանատվության հարցն է, փորձելու ենք հասկանալ, թե այդ ինչպես պատահեց, որ ռուս խաղապահների ներկայության պայմաններում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղափոխվեց Բաքու։ Այստեղ Ռուսաստանի պատասխանատվությունը կա, թե ոչ։ Եվ փորձելու ենք հասկանալ, թե ինչպիսի քաղաքական լուծում է հնարավոր, արդյոք հնարավոր է նման լուծում խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։ Եվ վերջապես փորձելու ենք հասկանալ, թե այս ամենը ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացների վրա։ Այս հարցերի շուրջ ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Ես թվարկեցի մոտարապես այն հարցերը, որոնց շուրջ զրուցելու ենք, սկսենք Բաքվում պահվող հայերի ճակատագրից, մասնավորապես ես գիտեմ, որ դուք այս հարցը անընդհատ վստահ եմ, որ այս հարցը անընդհատ ուշադրության կենտրոնում եք պահվում, հատկապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների էլ մասով, հաշվի առնելով նաեւ ձեր կուսակցության փոխկապակցվածությունը, ինչ դիտարկումներ ունեք, ինչու է այս հարցը մնում բաց, ինչու իմ թվարկած ջանքերը առայժմ գոնե արդյունք չեն տալիս։ Եվ միաժամանակ ավելացնեմ նաեւ միջազգային արձագանքը, միջազգային արձագանքն էլ մեկ արձագանք ընդհանրապես մեջ բերեմ, Amnesty International-ը սա անվանում է ծաղր։ Ինչու այս արձագանքների պարագայում անգամ իրավիճակ չի փոխվում, համեցեք։ Շնորհակալ եմ, մոտ 1 տարի է արդեն Բաքվում ավարտվեց այդ կեղծ դատավարությունը եւ Ռուբեն Վարդանի եւ մեր մյուս հայրենակիցների նկատմամբ, որը ուղղակի ակնհայտ խայտարակություն է դատավարության մասին խոսք լինել անգամ չէր կարող, որովհետեւ նույնիսկ այն շոուն, որը Ադրբեջանը կազմակերպել է, երբ դատավարության մասին ստացվող տեղեկատվությունը, որը իհարկե միայն ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության մասն էր խոսքը, որ նույնիսկ իրենց ԶԼՄ-ների համարել էր փակ ամբողջ դատավարությունը, խոսում է այն մասին, որ այդ փաստերը ուղղակի իրականության հետ որևէ աղաշ չուներ։ Ընդ որում այնտեղ կարմիր թելով գնում էր ոչ միայն այս անձանց նկատմամբ ենթադրյալ հանցագործություններ, այլ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքում ինչ-որ ռազմական գործողություններ, մարդու դեմ եւ այլն, երբ նայում ենք ամբողջ այս 30 տարվա ընթացքում միջազգային բոլոր նորմերով գնացել էր Արցախի, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունների եւ Արցախի սուբյեկտայնությունը բոլորը ճանաչել էին, անկախ նրանից անկախությունը ճանաչել էին թե չէ, բայց որ կար Արցախ եւ Արցախի հարց, այդ թվում եւ Ադրբեջանը բազմաթիվ բանակցությունում, հետեւաբար սա ուղղակի անթույլատրելի է այն ինչ տեղի ունեցավ եւ այս դատավճիռները նույնպես բնական է սпасելի էր այն դատավճիռները, որ կա 20 տարի ցմա, այսինքն մեծ հաշվով կարելի ասել գրեթե բոլորին էլ ցմա դատապարտում, որը իհարկե նաև ընդհանուր առմամբ եթե նայենք Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի համար բավականին մեծ ցավ է, որովհետև սա նաև հայկական արժանապատվության հարց է եւ կապ չունի թե այնտեղ ովքեր է, որովհետև այդ մարդիկ դատվում են, այդ մարդիկ դատվում են, որովհետև հայ են, չնայած ցավով եմ նշում, որ շատ այսպես կոչված ճակերտավոր քաղաքական գործիչներ, որոնց խոսույթում, այդ թվում նաև ձեր եթերում ցավոք մարդիկ այնպիսի լուտանքներ են թափում եւ Ռուբեն Վարդանի եւ Բաքվի բանտում գտնվող գերիների նկատմամբ, որակի ցավ է սապրում, որ այդ մարդկանց հետ
նույն ազգությունն ունես ու հուսով եմ, որ նաև գոնե այսքանից հետո կհասկանան, որ այդ մարդկանց բանտարկությունը ուղղակի Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի հետևանք է եւ անկախ նրանից թե ով ինչ կարծիք ունի։ Ինչևէ, այստեղ որ դուք նշեցիք նաև այդ միջազգային հանրության արձագանքը իհարկե կա, բայց մի փաստ արձանագրենք, որ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Այո, միջազգային բոլոր նորմերը Ադրբեջանը խախտում է այս ուղղությամբ, բայց Հայաստանի Հանրապետության կառավարական կեցվածքը բավականին մտահոգիչ է, ընդ որում գիտեք ինչ, այն որ ասում են գերիների հարցով զբաղվում ենք, իհարկե կարող ենք հավատալ կամ համարենք, որ ամեն ինչ անում են, արդյունք չի տալիս, որովհետև այո, դիմացը Ադրբեջանն է իր շարունակական հայկական քաղաքականությամբ։ Այստեղ խնդիրը գիտեք, երբ որ Ադրբեջանը այս հարցը տեղափոխեց գերիներից, այսպես կոչված հանցագործներ, չէ, հիմա Ադրբեջանը ինչ է անում, ասում է գերիներ չեն, այս մարդիկ հանցագործություն են կատարել, վերջերս էլ համեմատում էր ֆաշիզմի հետ, այսինքն երբ որ այս մարդկանց ձևափոխում են որպես հանցագործներ ու ասում են դե հանցագործություն են կատարել, դրա համար էլ դատապարտվել են ու Հայաստանի իշխանությունների կողմից լռություն է լինում, դա ամենամեծ մտահոգությունն է, ամենամեծ սխալն է, որովհետև այս պարագայում Ադրբեջանը այս մարդկանց գերի կարգավիճակից տեղափոխում, տեսեք, այս մարդկանց նկատմամբ եղավ դատավճիռ, արտգործնախարարությունը որևէ բան չասեց։ Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը լսի, որ այս մարդիկ հանցագործություն չեն կատարել, որ այս դատավարությունները սխալ են, այս դատավճիռները կեղծ են, այն բոլոր փաստերը, որովհետև մենք խորքային տիրապետում ենք ամբողջ ինֆորմացիան, բայց պարզ հասկանանք, միջազգային հանրության դարդուցավը Հայաստանն ու Ադրբեջանը չեն, ինչքան մեզ թվում է աշխարհը մեր շուրջ չի պտտվում։ Ոստեղ շատ կարևոր է ոնց որ հիմա դուք մենք մի այլ երկրի մասին որ ինֆորմացիա ենք ստանում ենք այնքանով ինչքանով կա այդ ինֆորմացիան, խորքային չենք մտնում process-ի մեջ։ Ինչ պետք է անի արտգործնախարարությունը, հստակ փաստերով ներկայացնի, որ այս մարդիկ որևէ հանցագործություն չեն կատարել։ Այս մարդիկ բացառապես գերի են ու հարցը տեղափոխի այդ հարթություն։ Հիմա Ադրբեջանը բոլոր հարթություններում ասում է, այս մարդիկ հանցագործություն են կատարել։ Բայց այդ հարթությունը ավելի չի սրի իրավիճակը։ Հիմա իմ տպավորությամբ Հայաստանի Հանրապետությունը փորձում է հարցը լուծել խաղաղության տրամաբանության մեջ եւ խաղաղության տրամաբանության մեջ որպես հումանիտար հարց գտնել դրա լուծումը։ Միաժամանակ աշխատել նաև միջազգային գործընկերների հետ, նույնիսկ վկայաբերեցի Միացյալ Նահանգների նախագահ, փոխնախագահ եւ այլն եւ այլն։ Բայց դե հասկանալի է, ունենք այն ինչ որ ունենք, այդ հարցը առայժմ նայեք, ասում ենք խաղաղություն։ Այո, արդեն մի քանի ամիս է սահմանին կրակոցներ, զոհեր, վիրավորներ բարեբախտաբար չկան, այսինքն ռազմական գործողություններ չկան, անունը չդնենք խաղաղություն, որովհետև եթե Հայաստանն էլ Ադրբեջանն էլ ասում են գնում ենք խաղաղության, հարաբերությունները կարգավորում են, բայց մարդկանց գերի պահելու տրամաբանությունը ո՞րն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը միտված չէ խաղաղության։ Հիմա անընդհատ գնալ է զիջումների ասել դե լավ հարթ ճանապարհով գնանք, չի ստացվում, ընդ որում տեսեք, սա այն խնդիրը չի, որ երկկողմանի քննարկման առարկա է։ Պայմանական ասած սահմանազատման process-ում տեսականորեն կարող է չէ լինել երկու տեսակետ, ասենք այս տարածքը, այն տարածքը, ճանապարհների ապաշրջափակման ասով կարող են լինել երկու տեսակետ, որոնք երկու կողմերի բանակցության առարկա են։ Գերիների վերադարձը չի կարող լինել բանակցությունների առարկա։ Գերիների վերադարձը միջազգայինորեն ընդունված փաստ է։ Հետո առավել եւս որ Ադրբեջանը չի էլ ասում որ ինքը Հայաստանում գերի ունի, չէ՞, այսինքն այս հարցը բերել դարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առարկա, արդեն հենց սկզբից մենք սխալ ենք գնում։ Այս հարցը չպետք է կապել այս ամեն ինչի հետ։ Այս հարցը առանձին հարց է, որը պետք է լուծվի։ Ու այս ուղղությամբ մեր ջանքերը պետք է գործադրել։ Գիտեք ինչ, որ ասել խաղաղությունը կհաստատվի մի օր հնարավոր է, ասենք Հայաստանն ու Ադրբեջանը ունենան նորմալ հարաբերություններ, ենթադրենք Հայաստանի Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները իրար հետ կարող են խաղալ, դա ուրիշ բան է։ Չի կարելի գերիների վերադարձը կապել խաղաղության հաստատման հետ։ Մարդիկ տանջվում են Բաքվի բանտերում միայն նրա համար, որ հայ են։ Խնդիրը այն չէ, որ հիմա Հայաստանն ու Ադրբեջանը ֆուտբոլ չեն խաղում, որտեղ կարող է դաշտում միջադեպ լինի, 5 տարի հետո հնարավոր է խաղան։ Սա բացառապես մարդու իրավունքների միջազգայինորեն ճանաչված ոտնահարում է, բոլոր կոնվենցիաները Ադրբեջանը խախտել է, ու Հայաստանը բոլոր գործիքներն ունի։ Հիմա մի բան ասեմ, ինչա խանգարում այսքան որևիցե վտանգ այս ուղղությամբ Հայաստանի արտգործնախարարության տեսանկյունից չկա, հետեւաբար այս ուղղությամբ բոլոր ջանքերը պետք է գործադրվի, որ բարձրացվի։ Տեսանկյունից ես չգիտեմ, վտանգ կա թե չկա, միգուցե համարում են, որ վտանգ կա, բայց եկեք արձանագրենք մի բան, որ այս ամբողջ ընթացքում այնպես չէ, որ գերիների վերադարձի հարցում մենք զրոյական արդյունք ունենք։ Որոշակի հաջողություններ եղել են, գերիների խմբեր վերադարձել են։ Հիմա
հարցը վերջնականապես լուծելու մասին է, որ արտարացիորեն դուք էլ ես էլ նկատում ենք, որ խաղաղության տրամաբանության մեջ չի տեղավորվում եւ գերիների արկայությունը կամ Բաքվում պահվող հայերի արկայությունը։ Ընդ որում կնենք նույն Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի կազմակերպած այդ գործընթացը նաև այդ միջոցառումը, այսպես ասած, որ ինքը խաղաղության Այդ ժամանակ ախր այդ բացառիկ առիթ էր, ես ասեմ բացառիկ առիթ էր հենց այդ բանը հարցը լուծելու։ Ես վստահ եմ նախագահ Թրամփի համար այնքան կարևոր էր այդ գործընթացը կազմակերպելը, որ եթե այդ պահին հենց ուղիղ եթերում ասվեր, որ գերիները պետք է ազատվեն, հակառակ պարագայում մենք չենք համարում, որ սա խաղաղություն է։ Ես հուսով եմ դուք տեսել եք տեսանյութը, երբ որ հետագայում ասել ախր էլ եմ ասում խոսում են եւ ասում է, որ ես կդիմեմ քրիստոնյաներին Բաքվից վերադարձնելու հարցը։ Կդիմեմ, այլ պետք է այդ պահին լուծել այդ հարցը։ Էլի պետք է լուծել, որովհետեւ նորից եմ կրկնում, ախր աշխարհը մեր շուրջ չի պատտվում։ Կան պահեր, որ այդ պահերը չպետք է բաց թողել։ Լուծողը Հայաստանը չէ ի վերջո։ Լուծողը, եթե իրական ազդեցության գործիքներ ունենա, դուք կասկածում եք, որ այդ իրական ազդեցության գործիքներ ունեցողների հետ պետք է աշխատել։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք հիմա հայ-ամերիկյան հարաբերություններ կան, չէ՞, լավ բավականին զարգանում են։ Արդյոք մենք չենք կարող այդ հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում դնել այդ հարցը, փող շահավետ։ Հիմա մի բան էլ մենք ենք, չէ՞, Ամերիկային տալիս, դրա դիմաց ուզենք են, որը չի իրականացվում։ Տեսեք, այդ հարցը դրված չէ հիմքում այն պարագայում, երբ որ ամենաբարձր մակարդակով Միացյալ Նահանգների նախագահն ասում է, ես կդիմեմ Ադրբեջանի նախագահին։ Փոխնախագահն ասում է, ես կդիմեմ Ադրբեջանի նախագահին, եւ ըստ ամենայնի դիմել է։ Եվ դրանից հետո Ադրբեջանը անում է այն, ինչ որ անում է, այսինքն այնպես չի որ Այսինքն հիմա եկանք նրան, որ Ադրբեջանը այդքան էլ հակված չէ խաղաղության, կամ էլի Հայաստանի զիջումներ է ուզում։ Մի օր այդ մարդկանց վերադարձնելու են, բա հիմա գուցե ոչ թե Հայաստանից, այլ հենց Միացյալ Նահանգներից է զիջումներ ուզում։ Ասենք կարող է մտածել, որ Հայաստանին տալիս եք այս բաները, արհեստական բանականություն, չիպեր, չգիտեմ, ներդրումներ եւ այլն, հավելյալ ինչ որ բաներ ուզում է կորզել, դա էլ տարբերակ է, չէ՞։ Ես չեմ բացառում, որ Հայաստանից Այո, ամեն դեպքում արձանագրենք մի փաստ, որ այս մարդիկ շարունակում են մնալ Բաքվի բանտում արդեն մի մասը 2 տարուց ավել, ցավոք 2 հոգի դեռս 20 թվականից, ընդ որում որ նրանք ընդհանրապես որևիցե նաև ռազմաքաղաքական ղեկավարության կազմում մեջ են, հա, այդ 8 հոգու կազմում, դա ընդհանրապես աբսուրդ է նրանց դատապարտումը։ Ներշնչություն էր այն, որ բոլորին ցմահ դատապարտեցին, բացի այն անձանցից, ում 65 տարին լրացել էր, իրանց օրենքներով 65 տարեկանից բարձրը չի կարող ցմահ լինել, իսկ Ռուբեն Վարդանյանինը 20 տարի։ Այստեղ սա ինչ էր նշանակում, այսինքն չկարողացան այդ հանցագործությունների ճակերտներ բաներ մոգոնել տնել։ Այո, գիտեք ինչ, բոլոր դատավարություններն էլ, բոլոր մեղադրանքներն էլ ամեն ինչ հնարած էր եւ հիմա ասել թե ում դատավճռի տակ ինչ հիմք են դրել, հիմա անիմաստ է մեկնաբանել, որովհետեւ ցանկացած պարագայում մեծ ողբերգություն է հիմա 20 տարին էլ թե ցմահն էլ։ Հասկանալի է։ Մենք Միացյալ Նահանգների մասին խոսեցինք, այն մասին, որ եւ բարձր մակարդակով կարծես թե ճանկեր ներդնում են, բայց արդյունք չկա ըստ էության, հա, հարցը չի լուծվում։ Հիմա կանք Ռուսաստանին։ Ռուսաստանի պատասխանատվությունը կա այստեղ։ Այսպիսի հարցեր կարող են հնչել եւ հնչում են, թե այդ ինչպես պատահեց, որ ռուսական խաղաղապահների ներկայության պայմաններում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղափոխվեց Բաքու։ Ռուսաստանը այստեղ պատասխանատվություն ունի, թե չունի։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։ Պարոն Առաքելյան, մենք խոսում էինք Բաքվում պահվող հայերի ճակատագրից, խոսեցինք Միացյալ Նահանգների կողմից ներդրված ջանքերի մասին եւ հասանք Ռուսաստանի պատասխանատվությանը։ Հարցը այն էր, թե ըստ ձեզ Ռուսաստանը չունի այստեղ պատասխանատվություն։ Առնվազն գոնե այն մասով, որ այդ մարդիկ իրենց ներկայության պայմաններում ըստ որոշ գնահատականների նաեւ իրենց լուր համաձայնության պայմաններում տեղափոխվեցին Բաքու։ Ակնհայտ է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում Արցախի հանրապետության տարածքի եւ նաեւ բնակչության անվտանգության երաշխավորը եղել է Ռուսաստանի Դաշնությունը իդեմս խաղապահների, առավել եւս Լաչինի Միջանցքի անխափան գործելու, որը կապում էր Հայաստանն ու Արցախը։ Ընդ որում պետք է մի փոքր հետ գնալ Արցախի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը եւ 23 թվականի սեպտեմբերյան
ողբերգական իրադարձությունները հաջորդեցին Լաչինի Միջանցքի շրջափակումից, այսինքն արդեն 9 ամիս ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարության իրենց պարտականության այդ մասը ցախողել էին եւ Լաչինի Միջանցքը ամբողջովին շրջափակված էր եւ Հայաստանի Արցախի կապը դադարել էր եւ նաեւ դա պատճառ հանդիսացավ հետագա գործողությունների, որից հետո Արցախի մեր հայրենակիցները ստիպված տեղահանվեցին Արցախից Հայաստան, ելի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Լաչինի Միջանցքում, որը այդ ժամանակ այդ տեղահանման ժամանակ ադրբեջանցիներն էին վերահսկում։ Հետևաբար ոչ միայն այդ մարդկանց Ադրբեջանի կողմից գերեվարման, ընդ որում խոսքը միայն ռազմաքաղաքական ղեկավարության մասին չի, իհարկե նրանց կարգավիճակը այլ է եւ այդ մասով մենք անընդհատ նրանց մասին ենք խոսում, բայց նաեւ այդ ժամանակ գերեվարվել են ուղղակի քաղաքացիներ, ովքեր անցել են այդ ճանապարհով կամ դրանից առաջ էին գերեվարվել, որ վերադարձավ պարոն Վագիֆը եւ այլն, այսինքն այդ մասով երբ որ մենք նայում ենք, այդ տեսանկյունից ռուս խաղաղապահները իրենց առաքելությունը եւ իրենց փաստաթղթով ամրագրված պարտականությունը ցախողել են, որը պիտի վերագրել միայն խաղաղապահներին, թե Ռուսաստանի Դաշնության չէ, խաղաղապահները որպես այդպեսին առանձին կարգավիճակ չունեն։ Երեք կողմերից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է, որպես պետություն խաղաղապահները ընդհանրապես իրենց առաքելությունն էին կատարում Ռուսաստանի Դաշնության անունից, խաղաղապահները որպես այդպեսին չհամարենք առանձին սուբյեկտ, հետևաբար Ռուսաստանի Դաշնության պարտականությունն էր եղել ապահովել Արցախի Հայաստանի կապը եւ ապահովել անվտանգությունը, առնվազն 5 տարվա մանդատ ունեին այնտեղ եւ սեպտեմբերյան գործողություններն էլ ամենևին այդ համաձայնագրի շրջանակներում չէր։ Իհարկե Հայաստանի իշխանությունները նույնպես իրենց մեծ բացթողումն են ունեցել ոչ միայն այն մասով, որ առանձին հատվածում այլ քաղաքականություն են վարել, նույն անընդհատ խոսում ենք նաև Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմ, Պրահայում եւ այլն, այսինքն Հայաստանի իշխանությունների Արցախյան սխալ քաղաքականությունը միանշանակ է, բայց նույնիսկ եթե այդ ամենը դնում են մի կողմ, Ռուսաստանը մինչև այդ էր ճանաչել, երկու անգամ էր հայտարարել։ Դա ամենևին նոյեմբերի 9-ի հայտարարությունը դրա մասին չէր, ով երբ ինչ է ճանաչել, կար նոյեմբերի 9-ի հայտարարություն եւ Հայաստանի իշխանությունների թիվ 1 պարտականությունը ամենևին ոչ թե իր պարտականությունները կատարելն էր կամ այլ գործողություններ չանել է։ Կար Հայաստանի նկատմամբ ստորագրված փաստաթուղթ եւ Հայաստանի իշխանության թիվ 1 պարտականությունը իր համար ստորագրված փաստաթղթին տեր կանգնելն է։ Բայց այդ փաստաթուղթը ստորագրող կողմերից ամենակարևոր կողմը ինքը չէր կատարում։ Բա հենց այդ է մեր, չէ, մեր Հայաստանի իշխանության պարտականությունը նա է, որ այն փաստաթղթերը, որտեղ կա Հայաստանի ստորագրության, տեր կանգնի, որ մյուս կողմերը կատարեն։ Սա բոլոր փաստաթղթերին է վերաբերվում։ Անկախ նրանից դիմացինը Ռուսաստանն է, Ադրբեջանն է, Միացյալ Նահանգներն է, իշխանության պարտականությունը ապահովել Հայաստանի համար ստորագրված պայմանագրերի կատարումը, որտեղ նույն տրամաբանությամբ վաղը մյուսօր մենք կարանք ասենք դե հիմա Ամերիկան իր պարտականությունները չկատարեց, ասենք բայց մենք քանի անգամ դիմել Ռուսաստանին իր պարտականությունները կատարելու կոչով եւ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, որը Ռուսաստանը ինքը չէր կատարում, եւ հայ-ռուսական երկկողմ պայմանագրով նախատեսված պարտականությունները, որ չէր կատարում, եւ հապկ շրջանակներում ունեցած պարտականությունները, որ չէր կատարում, այսինքն եթե գերտերության շահերը տվյալ պահին Հայաստանի հետ չեն համընկնում, Հայաստանի ամենամեծ ջանքերն անգամ շատ դժվար է արդյունք ակնկալել, թե Ռուսաստանին պարտավորեցնել կատարել իր պարտավորությունները, այն դեպքում երբ իր շահերը Հայաստանի հետ այլևս չեն համընկնում։ Այդ ուղղությամբ պետք է աշխատանք կատարել, բայց այո, նորից եմ կրկնում, որ սա Հայաստան-Ռուսաստան պայմանագիր չէր, սա նաև միջազգային օրենք է, այլ ասել, թեև պայմանագիր չէր, բայց Ռուսաստանը, այո, ուներ, եթե կարճ ասենք, իր առաքելությունը, որը իր կողմից տապալել է Արցախը։ Ընդունում եք այդ դիտարկումը, որ կարելի է փաստ համարել այն, որ Ռուսաստանը եւ երկկողմ պայմանագրով երբ հապկ շրջանակներում իր պարտավորությունները չի կատարել։ Եվ այս համատեքստում ինչպես եք վերաբերում Ռուսաստանի քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ մեկ եւ Հարավային Կովկասում ընդհանրապես։ Այն որ 2022-23 թվականներին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից տեղի ունեցած ռազմական ագրեսիայի շրջանակներում Ռուսաստանը առանձին եւ հապկը որպես առանձին կառույց
ունեին Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու պարտականություն, հիմա այս դետալների մեջ չեմ խորանում, այդ պայմանագրերի եւ առավելս ռազմական փորձագետ չեմ, բայց առնվազն որ այդ ուղղությամբ ունեին պարտականություններ եւ այդ պարտականությունները չեն կատարել, դա փաստ է։ Հիմա անընդհատ կարելի է դետալների մեջ մտնել, չէ, պայմանագրի այս կետը մեջ բերել, այն կետը մեջ բերել, այսինքն ակնհայտ, դա պայմանագրերը ընդհանրապես առավելապես պետությունների միջև երբ որ փոխադարձ պաշտպանության պարտականություն կա, այդ պետք է պայմանագրի ոգին դառնա առաջնայինը, ոչ թե ինչ-որ ձևակերպումները, կետեր, այսինքն հարցարարել Ռուսաստանը պարտավոր էր պաշտպանել Հայաստանին, այո, ՀԱՊԿ պարտավոր էր, այո։ Հիմա ակնհայտ է, որ այդ ամենը տեղի չի ունեցել եւ դրա հիմնավորումները ՀԱՊԿ-ի կողմից կամ Ռուսաստանի կողմից այս ձևակերպումը սա է, միանշանակ անընդունելի է։ Իսկ համաձայն եք այն դիտարկման հետ, որ ոչ միայն չի կատարել, այլև Ռուսաստանը որպես պետություն, որ երկար տարիներ եւ վերջո մեծ ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասում, քաղաքականությունը մեր տարածաշրջանում ձախողել է։ Քիչ ձախողել չասենք, հիմա տարածաշրջանում երկար տարիներ Ռուսաստանը Արցախյան հիմնահարցի կարգավորող թեև Մինսկի խումբ կար, բայց առնվազն այն փաստը, որ Ռուսաստանը տարածաշրջանի երկիր էր, կարելի է ասել, այդ Մինսկի խմբի եռանախագահներից մի փոքր դոմինանտ կարգավիճակ էր ունենում, հաշվի առնելով նաև, որ կոնֆլիկտը Խորհրդային Միությունից ժառանգացա, հետևաբար բնական Ռուսաստանը կոնֆլիկտի առավել ևս 90-ականների սկզբում 94 թվականի հրադադարի ժամանակ դերս միայն Ռուսաստանն էր դերակատար, հետո նոր ավելացան Մինսկի խմբի համանախագահները, հետաբար այն փաստը, որ Արցախյան հիմնահարցը այդպես էլ չստացավ խաղաղ կարգավորում եւ տեղի ունեցավ 20 թվականի ողբերգական պատերազմը, այո, կարելի ասել, որ այդ մասով, քանի որ Ռուսաստանի հիմնական առաքելությունը ոչ թե հայ-ռուսական հարաբերությունում, այլ տարածաշրջանում չթողել նոր պատերազմ, որը 94 թվականին ավարտվել էր, դա այո, ցավոք տեղի չունեցավ։ Իսկ քաղաքականության մասով, մեծ մասով ներողություն, ոչ թե տարածաշրջան, այլ Հայաստանի նկատմամբ ունեցած քաղաքականության մասով ինչպես է գնահատում, հիմա ինչ փուլում ենք, սա մեկ եւ սրան զուգահեռ հարց նաեւ հայ-ռուսական հարաբերություններում վերջին օրերին հատկապես առաջին պլան է մղվել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ռուսաստանին թողնել կամ գնելու այս հարցը։ Դուք ինչպես եք գնահատում Հայաստանի մոտեցումը եւ Ռուսաստանի արձագանքը, Շոյգուի արձագանքը, գիտեք, որ եթե այդպիսի բան լինի, մեկ գիշերում ամբողջ համակարգը կփլվի։ Այն որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք առաջացան 20 թվականի Արցախյան պատերազմից հետո, նաև դրանից հետո, այսինքն անվտանգային իրադարձությունների հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում կա մեծ ճեղք եւ իշխանությունների եւ նաև հայ ժողովրդի կողմից, որը բնական է։ Հետևաբար, այն որ հայ-ռուսական հարաբերությունները վերակառուցման եւ վերափոխման անհրաժեշտություն ունեն, միանշանակ է, քանի որ ոչ միայն անվտանգային, այլ նաև տնտեսական, ԵՏՄ անդամ, նաև տարածաշրջանում բազմաթիվ համագործակցություններ, ինչքան էլ ասում եմ, բայց հայ-ռուսական տնտեսական եւ մի շարք այլ հարաբերությունները գնալով ավելի է խորանում սերտանում, հետեւաբար այդ խնդիրները պետք է լուծել գնալով առաջ։ Հիմական խնդիրներ այո կան։ Հիմա ինչ վերաբերում է երկաթգծին կամ այդ, ասենք, շատ ընդունելի չէ, երբ որ ինչ-որ այսպես սիտուացիա ինչ-որ մի դրվագով, հա, հիմա ասենք այս երկաթգծի հարցը առանձին, այս հարցը առանձին, ինչ-որ դառնում է այտենց մեծ քննարկման առարկա։ Հիմա երկաթգծի մասով երկու մասից նայենք, էլի, ոչ թե նայենք զուտ հայ-ռուսական հարաբերություն, ընդհանրապես ռազմավարական կառույցների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա այնպիսի կառավարում, վերահսկողություն, սեփականության իրավունք, այսինքն տարբեր մոդելներ կան, հա, այսօր միջազգային տարբեր մոդելներ, որովհետեւ Հայաստանը նվազեցնի իր շահերին վնասող հնարավոր ռիսկերը, այսինքն սա ձևակերպում, այսինքն ցանկացած, ընդ որում խոսքը մենք երկաթգծին չի վերաբերում, հա, վերաբերում նույն օդանավակայանին, որը չգիտես ինչի երկարացրեցին կոնսենսիոն պայմանագիրը, որտեղ նույնպես պետությունը պետք է ավելի մեծ մասնակցություն ունենա նույն երկաթգծում։ Արդյոք ռազմավարական կառույցներում պետք է ունենալ մասնավորի կամ ասենք այլ պետությունների հետ համագործակցություն։ Այո, բացառված չէ, ամբողջ աշխարհն էլ այսօր գնում է դրան, համագործակցության, արդյունավետության նկատմամբ, բայց ելի եմ ասում, այստեղ առաջնային պետք է լինի մեր պետության շահերը, որ որևէ տնտեսական, ֆինանսական, առավել ևս անվտանգային ռիսկեր մենք չունենանք։ Հիմա
Խնդիրը ոչ թե այն է, որ այդ երկաթգիծը կառավարում է ռուսական ընկերությունը։ Այստեղ խնդիրը պետք է գանք նայած, արդյոք այդ երկաթգծի կառավարման արդյունքում մենք ունենք որակյալ միջազգային մակարդակի երկաթգիծ։ Իհարկե չունենք։ Առավել ևս այսօրվա ժամանակակից աշխարհում ոչ միայն միջազգային հարաբերություններ, այլ նաև լոկալ առումով երկաթգծի, այսինքն ինչքան է այսօր Հայաստանի ներսում երկաթգիծը որպես տրանսպորտ օգտագործվում։ Չէ՞ որ բոլորս, ասենք եվրոպական երկրներում մեծ ոգևորությամբ ու տենց վայրք ենք ապրում, երբ որ երկաթգծից օգտվում մի քաղաքից մի քաղաք են գնում։ Դուք ինքներդ, հա, Երևանից Գյումրի քանի անգամ եք երկաթգծից օգտվում, քան թե մեքենայից, որը եվրոպական երկրներում շատ ավելի բոլորս նախընտրում ենք երկաթգծով գնալ, քան մեքենայից օգտվել։ Հետևաբար մեր կարծիքով պետք է հիմքում դրվի նպատակը։ Մենք ուզում ենք ունենալ որակյալ երկաթգիծ միջազգային ստանդարտներին համապատասխան, որը կսպասարկի բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը։ Հիմա դրա շրջանակներում կհամագործակցենք Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների, Չինաստանի, թե դա ինքներս կանենք, դա արդեն գործիքակազմ է, որը պետք է ընտրենք։ Իսկ Հայաստանը պետք է ասի, սա է մեր համար երկաթգծի չափանիշները։ Եղբայր դու կարողանում ես ապահովել։ Շատ շնորհակալ ենք։ Ռուսաստանը այսքան տարիների ընթացքում ինչ է ապացուցել, կարողանում է ապացուցել։ Առնվազն այս պահին գրեթե ու ես անկեղծ չեմ հիշում վերջի անգամ երբեմ հայկական երկաթգծից օգտվել, բայց գոնե իմ ունեցած տեղեկությամբ կամ այն ինչ որ բոլորիս հայտնի է, իմ պատկերացրած երկաթգիծը չէ։ Հիմա արդյոք դա էլ մեղմ ասած երևի։ Հա, այսինքն արբանյակ թողարկել չի էլի, այսօր երկաթգիծ ունենալը ոչ թե ինչ-որ շքեղություն է, այլ տենց անհրաժեշտություն է եւ դա նորմալ է։ Այսինքն աշխարհի բոլոր նորմալ երկրներն ունեն երկաթգիծ, հետեւաբար այդ ուղղությամբ խնդիրը պետք է դրվի Հայաստանում ունենալ որակյալ երկաթգիծ, ընդ որում մեր կարծիքով շատ կարևոր է ոչ միայն միջազգային համագործակցության համար, այլ հաշվի առնելով Հայաստանի ռելիեֆային առանձնահատկությունը, եղանակային առանձնահատկությունները, երկաթգիծը պետք է ապահովի Հայաստանի բոլոր բնակավայրերի կապը, որովհետև գիտենք, նույն եղանակային պայմաններ շատ հաճախ Սյունիքն է կտրվում։ Դե հիմա արդեն ոչ միայն Հայաստանն էր հայաստանյան այդ կապերը ճանապարհն են ապահովել, այլև տարածաշրջանի հաղորդողների ապաշրջափակման համատեքստում այդ երկաթուղին ավելի մեծ նշանակություն է ունենում եւ այս վիճակով այդ երկաթուղին կարծես թե հեչ միանշանակ երկաթուղին լրիվ նոր վերակառուցման խորքային անհրաժեշտություն է։ Ռուսաստանը հետաքրքրություններ, շահագրգռություններ ունի Հայաստանի առաջիկա ընտրական գործընթացների վերաբերյալ։ Չունեմ որևէ տեղեկություն, չեմ էլ կարող ունենալ տեղեկությունները այնքանով է, որքանով հիմա բարբերաբար ինչ-որ հայտնվում են, բայց ամեն դեպքում եւ Ռուսաստանի եւ ցանկացած այլ երկրի ազդեցությունը եւ ցանկությունները Հայաստանի ընտրություններում գերագնահատված է Հայաստանի ընտրությունների արդյունքը որոշելու է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեարկությամբ։ Հետևաբար իգիտություն ենք ընդունում եւ տենց չենք կարեւորում որևիցե այլ պետությունների հնարավոր ինչ-որ ուղերձները կամ խոսքերը, որովհետեւ մի կողմն էլ մեղադրում է, հա, տենց բնականորեն արևմուտքի աջակցության մասին է խոսում իշխանություններին, միևնույն է, որովհետեւ հենց դա պիտի հարցնեի, թե ինչպես է վերաբերվում այդ պնդումներին, որ պայմանականորեն քաղաքական դաշտապաշարանում են ռուսամետների, իդեպ եթե չգիտեք, ասեմ ձեզ էլ են այդ խմբումը ընդգրկել, հաշվի առնելով փոխկապակցվածությունը Ռուբեն Վարդանյանի հետ, մի խումբ է արևմտամետների եւ մի խումբն էլ կառավարող կուսակցությունը բալանսավորողների։ Կոպիտ եւ այսպես մեզ ռուսական ազդեցության տակ են համարում թուրքական գործակալները բացառապես, այսինքն բոլոր այն անձինք, այն ուժերը, ովքեր մեզ համարում են ռուսական ազդեցություն կուսակցություն, դրանք թուրք-ադրբեջանական չունեք ռուսական։ Դրանք թուրք-ադրբեջանական գործակալներ են, որովհետեւ մենք Ռուսաստանի հետ առավել եւս Ռուբեն Վարդանյանը իր նվիրումով ցույց է տվել, որ Ռուբեն Վարդանի համար բացառիկ է Հայաստանի Հանրապետության շահը, Ռուբեն Վարդյանը ընդորում նաև միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որով վերահաստատել է իր բացառիկ նվիրումը Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը եւ ցավում եմ, որ նաև այս ամենից հետո տեսնելով, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից Արցախի անունը մի քանի անգամ բարձրաձայնելով իր սկզբունքայնությամբ ցույց է տալիս, որ իր համար կա մեկ շահ, այդ թվում մեր կուսակցության համար, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետությունից դուրս որևիցե այլ պետության հետ համագործակցությունը, որը բնական է նաև Հայաստանի Հանրապետության համար, ամենևին չի նշանակում, որ որևիցե պետություն հնարավորություն ունի մեր քաղաքական ուժի վրա ունենալ որևէ ազդեցություն։ Շատ լավ, առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի հետ կապված ինչ քննարկումներ եւ ինչ որոշումներ ունեք։ Դեն որ մենք ընտրություններին մասնակցելու ենք
ձեր հետ էլ արդեն ունեցել զրուցել, մեր համար կարծում բնական ճանապարհ է, էլի, այն որ ասում ենք, որ ընտրություններին մասնակցում ենք, այսօր ինչ որ ընտրություններից խոսացողները, չգիտեմ ինչով են զբաղվում այսքան տարի, հա, անհամեստ չթվա, որովհետև մենք կուսակցությունը 21 թվականին հիմնադրվելով իր համար որպես իշխանության գալու արդյունավետ ճանապարհ ընտրել էր ընտրությունները, որովհետև ընտրությունները նաև ժողովրդավարության տեսանկյունից շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության համար եւ ինչքան էլ մենք կարևոր եւ օրասական ենք համարում իշխանության հերացումը, դա պետք է տեղի ունենա այն ճանապարհով, որը չվնասի պետությանը։ Դա ընտրություններն են։ Ու ժողովրդավարության հաստատումը ոչ միայն ընտրություններով իշխանության գալն է, որ այսքան խոսում է այս իշխանությունը, այլ ընտրություններով իշխանությունից հեռանալն է։ Հայաստանի Հանրապետությունում երբևէ ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Հայաստանում որևէ իշխանություն ընտրություններով չի գնացել եւ մենք համարում ենք, որ 26 թվականի ընտրությունները բացառիկ շանս են, որ ընտրությունների միջոցով բացառապես ժողովրդի կամքով իշխանափոխություն լինի։ Մեր կուսակցության համար ազգային ժողովի ընտրությունները կարևոր բնական հանգրվան է։ Մասնակցության ձևաչափը քննարկում ենք, մենք կարծում ենք, որ քաղաքական դաշտում ունենք նաև համախոհներ մի քանի ուժերի անհատների հետ եւ կարող ենք ուժերը մեկտեղել մասնակցել, իսկ ընտրությունների մասնակցության ձևաչափը ինքնանպատակ չէ, իսկ ապրելու երկիր կուսակցություն ունի որոշում ընտրություններին մասնակցելու, անում ենք ամեն ինչ, որպեսզի փոքր ավելի մեծ համախմբով ուժերի համադրմամբ մասնակցեն։ Քննարկումները որ փուլում են։ Ու հաշվի առնելով նաև ժամանակը, քննարկումները կարելի ասել ամփոփման փուլում են, ընդ որում քննարկումները չեն սկսել նոր, որովհետև մենք չենք համարում, որ արդյունավետ է ունենալ քննարկումներ ընտրությունների նախաշեմին, որովհետև երբ որ դու քննարկում ես ունենում ընտրությունների մասին, հաշվի առնելով որոշակի հաշվարկներ, հա, եկեք համագործակցենք, դու ես ռեսուրսն ունես, դու այն ռեսուրսն ունես, նաև մեր քաղաքական պատմությունը որ նայում ենք, նման դաշինքները մի քանի ամիս հետո փլուզվում են, որովհետև ունենում են այլ պատկերացումներ։ Մենք քննարկում ենք համագործակցություն այնպիսի ուժերի հետ, որոնց հետ այս մի քանի տարիներին գոնե ունեցել ենք փոխադարձ համախոհություն։ Այս բան զերծ կմնան, որովհետև քանի որ փոխադարձ բանակցությունները դեռևս ոչ հրապարակային են, այդ անունները էթիկապես կարծում եմ տեղին է հնչեցնել միաժամանակ։ Հասկանալի է։ Առավելագույն հավակնությունը կարճ ավարտենք։ Մենք կարծում ենք, որ 26 թվականին կա մեծ շանս ընտրություններով կատարել իշխանափոխություն եւ մեր կուսակցությունը իշխանափոխության եւ նաեւ իշխանափոխությունից հետո երկրի կառավարման մեջ ունենա իր նշանակալից մասնակցությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր մենք խոսեցինք խաղաղության գործընթացի Բաքվում պահվող հայ մարդկանց ճակատագրի, արտաքին քաղաքական բարդ հաշվարկների եւ Հայաստանում ընտրական գործընթացների մասին։ Այս ամենը փոխկապակցված են մեկ հարցով. ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել, ինչպիսի պետություն ենք կառուցում, ինչպես ենք կարողանում հաշվարկել եւ սպասարկել Հայաստանի ազգային պետական շահը այս արագ փոփոխվող աշխարհում եւ տարածաշրջանում։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։